Ձեզ երբևէ հետաքրքրել է, թե ինչու էր եգիպտական սվինքսը ծածկված։ Նույնիսկ 18-րդ դարում տեղի բնակիչները չգիտեին դրա գոյության մասին, քանի որ արձանն ամբողջությամբ թաքնված էր երկրի մակերևույթի տակ։ Ենթադրել են, որ 20 մետր բարձրությամբ և 70 մետր երկարությամբ կառույցը պարզապես թաղված է եղել ավազի տակ։ Դա նշանակում է ընդունել այն հնարավորությունը, որ Գիզայի մեծ պիրամիդները նույնպես թաղված են եղել ավազի տակ, առնվազն դրանց հիմքերը։ Բայց ոչ, բուրգերը կանգնած էին կատարյալ ուղիղ, ինչպես և պետք է։ Ոչ մի կաթիլ հող չէր թաղվել։ Սվինքսը գաղտնիքներով ու առեղծվածքներով լի արարած է։ Մենք ոչ միայն չգիտենք, թե ով է այն կառուցել, այլև չենք կարող նույնիսկ պատկերացնել, թե երբ է դա տեղի ունեցել։ Դուք գիտեք, որ արձանի մարմինը էրոզիայի նշաններ է ցույց տալիս, ավելի շատ ներքևում, քան վերևում։ Ընդհանուր առմամբ ընդունված գիտական կարծիքն այն է, որ սրանք եղանակային պայմանների հետքեր են։ Նրանք ասում են, որ քամին քշում է ավազի տեսքով հղկող նյութեր, որոնք աստիճանաբար մաշում են միաձույլ կրաքարային ապարը, որից քանդակված է արձանը։ Որոշ գիտնականներ, ինչպիսին է Շերիֆ Էլ-Մուրսին, ով ավելի քան 20 տարի աշխատել է Գիզայի սարահարթում, պնդում են, որ սֆինքսի վրա էրոզիայի հետքերը թողել է ջուրը։ Ասում են, որ արձանը շատ ավելի հին է, քան մենք կարծում ենք, եւ այն զգալի ժամանակ է անցկացրել ծովի մոտ թաքնված։ Ինչ եք կարծում։ Հին ափագիծը լուսանկարելիս գրեթե ընկա ճախարակից։ Այդպես ինձ պատմեց Մուրսին հոդվածում։ Ինձ զարմանքին պարզվեց, որ այն ուռուցիկը, որի վրա ես սայթաքեցի, ծովային ոզնու բրածո էկզոկմախք էր, ծանր ջրերի ծովային կենդանու։ Իհարկե, տարօրինակ է հնչում, բայց կա նաև մի տեսություն, որ արձանի մարմնի վրա էրոզիան առաջացել է ուժեղ անձրևներից կամ հեղեղատարապ անձրևներից, որոնք խորը ակոսներ են թողել կրաքարի մեջ։ Եթե ուշադիր նայենք լուսանկարներին, կնկատենք, որ էրոզիայի շերտերը հստակ ուղղահայաց են։ Կարծես դարեր շարունակ արձանից հոսել են առվակներ։ Սա ենթադրում է, որ սվինքսը շատ ավելի հին է, քան մենք նախկինում կարծում էինք։ Ի վերջո, Սահարա անապատում, որից մի փոքր արևելք, հազարամյակներ շարունակ գտնվել է Գիզայի սարահարթը։ Ուժեղ անձրևներ չեն եղել։ Ի դեպ, սվինքսի մեկ այլ կողմ նույնպես կապված է ջրի հետ։ Ներկայումս ստորգետնյա ջրերը անընդհատ դուրս են մղվում դրա տակից, որտեղ այն գտնվում է մակերևույթից 2 մետր ներքև և կարող է վնասել արձանները։ Հետաքրքիր է, որ սվինքսը ինչ-որ տարօրինակ կերպով կանգնած է եղել հազարամյակներ շարունակ, առանց որևէ լուրջ հետևանքների, ապա հանկարծակի սկսել է փշրվել ստորգետնյա ջրերի պատճառով։ Ջրի առկայությունը հիշատակվում է նաև արձանի թաթերի տակ։ Թունելների բացակայության համոզիչ ապացույցների ներկայացման ժամանակ նրանք ասում են, որ բուրգերն ու սվինքսը միացնող թունելների ցանց չկա։ Հարցազրույցի ժամանակ Զահին, Եգիպտոսի հնությունների գերագույն խորհրդի եգիպտացի նախագահը, որը վերահսկում էր երկրի պատմական հուշարձանների պաշտպանությունն ու ուսումնասիրությունը, խոստովանեց, որ կցանկանար կազմակերպել պեղումներ և վերջապես բացահայտել, թե ինչ է թաքնված բուրգերի տակ։ Ամենահետաքրքիր տեսանյութերից մեկն այն է, որ այնտեղ կա մի հսկայական ստորգետնյա քաղաք, փողոցներով ու հրապարակներով և հանքերով, որոնք տարածվում են բազմաթիվ քառակուսի կիլոմետրերի վրա։ Ավստրալիացի հետազոտող Թոնի Բուշբիի խոսքով, այն պարունակում է այն ամենը, որը փրկվել է երկրի վրա տեղի ունեցած հրեշավոր աղետից, հնարավոր է համաշխարհային ջրհեղեղից, նախապատմական ռեակտիվ ինքնաթիռի ուրվագծեր, բոլոր հիվանդությունները բուժող բուժիչ բյուրեղներ, 12,000 տարի առաջվա պատմության գրքեր։ Ինչ եք կարծում։ Առանց կրակի ծուխ չկա, և բուրգերի տակ կա ինչ-որ բան, որը նրանք ակտիվորեն փորձում են թաքցնել հանրությունից։ Սվինքսի մարմնի և գլխի միջև անհամաչափ համամասնություններ են։ Ավելին, գլուխը ունի ակնհայտ և դիտավորյալ վնասման հետքեր։ Ինչու՞։ Եթե դեռ կարծում եք, որ Նապոլեոնը կրակել է սվինքսի քթին, կցանկանայի նշել, որ արձանը դեռևս խորը թաղված էր ավազի մեջ, Գիզայում նրա գտնվելու և սարահարթում տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Այսպիսով, եթե ենթադրենք, որ եգիպտացիները չեն կառուցել մեծ բուրգերը, այլ գտել են դրանք և սկսել են օգտագործել հայտնաբերված շենքերն ու կառույցները իրենց կարիքների համար, կարող ենք մտածել, որ սֆինքսի այսօրվա դեմքը վերափոխվել է, և ամենայն հավանականությամբ մի քանի անգամ, անհայտ հին դեմքից։ Շատ հնարավոր է, որ արձանը զգալիորեն ավելի ներդաշնակ տեսք
տեսք ունի Անուբիս աստծո շան գլխով դեմքի հետ, սակայն ով էլ որ կառուցել է Սվինքսը եւ անկախ դրա սկզբնական տեսքից, անհայտ շինարարները փախել են արձանից, թողնելով իրենց ողջ ունեցվածքը դրա ավարտից անմիջապես հետո։ Հնագետ Մարկ Լեները եւ Զահի Հավասը ավազի շերտի տակ հայտնաբերել են կրաքարե բլոկներ, պատահականորեն ցրված գործիքներ եւ նույնիսկ հին շինարարների բրածո ճաշեր։ Նրանք թողեցին ամեն ինչ այնպես, ինչպես այն կար արձանի տակ, իսկ իրենք շտապ հեռացան եւ այլևս չվերադարձան։ Ինչու՞։ Իդեպ շատ տարածված կարծիք է, որ Սվինքսը Սարահարթի ամենահին կառույցն է։ Մեծ բուրգերը հայտնվել են շատ ավելի ուշ։ Իդեպ գիտեք, որ հնագետները փորձել են թափանցել արձանի ներսը։ Նման ջանքերի հետքերը դեռևս հստակ տեսանելի են Սֆինքսի մակերեսին։ Ամենաակնհայտ մուտքը, որն այժմ բետոնով է կնքված, գտնվում է արձանի վերևում։ Ոմանք կարծում են, որ արձանն ուներ մի տեսակ գլխարկ, իսկ ցեմենտապատ մուտքը ոչ այլ ինչ է, քան ակոս, որը պահում էր կառույցը իր տեղում։ Դրանք փորագրված էին մեկ քարից։ Ոմանք կարծում են, որ գլխի ներսում սենյակ կա, սակայն պաշտոնական տեսությունը ոչինչ չի ասում գլխի անցքի մասին, պնդելով միայն, որ դրա առկայությունը արձանի էրոզիայի պատճառ է դառնում, եւ որ հենց այս պատճառով է, որ անցքը պարբերաբար լցվում է բետոնով։ Իհարկե սուտ է, ինչ տեսակի էրոզիա է տեղի ունենում չոր եւ խոնավ կլիմայում։ Կա եւս մեկ գաղտնի անցուղի, որը գտնվում է արձանի աջ ականջի ետևում։ Լուսանկարում հստակ երևում է, որ ինչ որ մեկը փորձել է ներս մտնել, բայց կարծես դա նրանց չի հաջողվել։ 1993 թվականին երկրաֆիզիկոս Թոմաս Դոբեկին սեյսմիկ հետազոտություններ անցկացնելով պարզեց, որ Սվինքսի թաթերի տակ չկա ստորգետնյա ջրեր, ինչպես ասացինք վերևում, այլ մեծ ուղղանկյուն սենյակ։ Այս լուրերից հետո Եգիպտոսի իշխանությունները անմիջապես արգելեցին բոլոր հետազոտությունները, քանի որ դա կարող էր վնասել արձանի ամբողջականությունը։ Իսկ ինչ եք կարծում դուք։ Ինչ գաղտնիք է նրանք փորձում թաքցնել մեզնից։ Գրեք մեկնաբանություններում։ Մինչ հանդիպում։